եկեք համ սուրճը խմեմ, համ էլ մեր թեմայի մասին խոսենք, երեխեք։ Բոլորը գիտեք, որ UGC կոնտենտը նոր է եկել Հայաստան, թե ինքը ինչ է, ինչպես են դրանով գումար վաստակում, ինչ է իրենց ինքը ներկայացնում, նոր է ինքը եկել Հայաստան ու դեռ այդքան էլ ուսումնասիրված չի, բայց ինքը շատ լավ, այսպես ասած, հնարավորություն է թե կայանալու, թե փորձ ձեռք բերելու, համայնք մարդիկ կարող իրենց անձնական էջում չեն կարողանում իրենց առաջ տանել, բայց UGC կոնտենտով իրեն կարող շատ առաջ գնալ։ Ինչն է հետաքրքիր, որ ես երեք մտածում էի, ես 2 տարի առաջ արդեն եղել եմ դրա մեջ, հիմա կասեք ոնց։ Քանի որ ես աշխատել եմ Oriflame-ի հետ, եղել եմ իրանց ամբասադորը, ես ստեղծում էի կոնտենտ ոչ միայն Հայաստանի էջի համար, այլ նաև ԱՊՀ երկրների ինստագրամների համար։ Հենց հիմա եթե դուք մտնեք, օրինակ երեք նայում եք Ղազախստանի Oriflame-ի էջը, մի փոքր ներքև իջնեք, իմ վիդեոները այնտեղ կան։ Ինձ ուղարկում են պրոդուկտները, բրիֆը, եւ ես ստեղծում էի կոնտենտ այդ էջերի համար, այսինքն նույն կոնտենտն է, բայց բոլոր այդ երկրների էջերում իրանք տեղադրվում էին, ու ես հիմա նայում եմ ինչքան սիրուն վիդեոներ եմ նկարել, շտատիվով, մենակ, եւ դեռ այդքան մոնտաժներին չէի տիրապետում, լիքը գիտելիքներ այդքան չունեի, անգամ հիմա ես երևի կարող այդքան լավ չնկարեմ, դա շատ մեծ պատասխանատվությամբ եմ ես վերաբերել այդ աշխատանքին, ու հիմա ես հասկանում եմ, որ ինչ որ չափով դա իմ մեջ եղել է ու ես ավելի շուտ եմ դրա մեջ եղել, ուղղակի անունը այդպես չէր։ Անգամ ամբասադոր բառը ես իրականում պայմանագրի մեջ եմ կարդացել այդ ժամանակ, ու հասկացա թե ինչ է նշանակում ամբասադոր, եկամ 2 տարի առաջ, դա բավականին շուտ էր ու լիքը բաներ դրանից հետո փոխվել են ոչինի դասպոսում։ Ասածս ինչ է, որ հաճելի է, որ նոր բան է եկել Հայաստան, բայց ես դրա մեջ արդեն եղել եմ, լիքը բաների ավելի լավ եմ տիրապետում ու հենց Oriflame-ի հետ էլ ես սկսեցի սովորել լիքը բաների, եթե չլիներ այդ փորձառությունը ինձ համար, ես այսօր կարող եմ լիքը բաներից ավելի հետ լինեի ու ավելի մոտ այդքան լավ չստացվեր, ինչքան այսօր, ու ինչն է հետաքրքիր, որ այն ժամանակ ես ուզում էի էսթետիկ վիդեոներ ստանալ, բայց տուն օրինակ այդքան էլ համապատասխան չէր, ու քանի որ վիդեոները պետք է հիմնականում նկարվեին բլոգարանում, հայրու մոտ, ինչ-որ աղջկական վայրերում, ես շրջել էի քաղաքի բոլոր հյուրանոցները, հյուրատները, բարեկամների տները, բոլորի սանհանգույցները նկարել էի, ուղարկել եմ հասկանում որն ավելի համապատասխան, ու կար մեր հյուրատուն, որտեղ կար երևի 8 կամ ավել սանհանգույց, բոլորը տարբեր ու սիրուն, ոնց որ բինգո լիներ, այնց վեշերս դնում էի մեր սպասակի մեջ, գնում էի այդտեղ, փակվում մի քանի ժամ, միայնակս կադրը դնում նայում ստուգում, բայց շատ էի տանջում իրականում, հոգնում էի, սովոր չէի, շատ էի պատասխանատվությամբ, որ ամեն ինչ լավ լինի, բայց հետո բոլոր վիդեոներս շատ մեծ հավանության էին արժանանում ու միշտ լավ խոսքեր եմ լսել, որ արդարացրել եմ ես դիմացիների սպասելիքները ու դրանով ես կոպիտ ասած փորձ եմ ձեռք բերել, կոպիտ, հենց այդպես եմ ես, բայց սկզբից վախում էի ընդունել, որտեղ պետք է նկարեմ, բայց այս չկա, բայց այն չկա, ոնց եմ ճարելու, ու հետո չեմ հիշում արդեն քանի վիդեո եմ ունեցել իրականում, բայց ահագին ուզում եմ մի քանիսը հիմա տեղադրել իմ էջում, որպեսզի չսկոտրեց 3.5 րոպե նոստոպ խոսում, որպեսզի դուք էլ տեսնեք ու կարծում եմ մոտ լավ է ստացվում ու հիմա մտածում եմ վերսկսել, որովհետև ես ինչ որ չափով դա արդեն արել եմ, տիրապետում եմ, ուղղակի ես ընթացք ավել կենտրոնացել եմ իմ էջի վրա, իսկ ինչն է խանգարում, որ ստեղծել կոնտենտ այլ էջերի համար, ամեն ինչ չի որ պարտադիր պետք է քո էջի համար լինի, եթե քեզ վստահում ես իմ մոտ լավ է ստացվում, դու կարող ես նաև աշխատել այլ էջերի համար, ստեղծես իրենց համար կոնտենտ, իրենք տեղադրեն իրենց մոտ, դա քո էջում կար ընդհանրապես չերևա, բայց այլ էջերին բերի մեծ հաջողություն, չէ՞ որ քո դեմքը արդեն ճանաչելի է, դու լիքը բաների տիրապետում ես, լավ է ստացվում։ Այդպես, ուղղակի եկա մի փոքր ոչ թե գլուխ կողամ, այլ պարծենամ ինձանով, որովհետև դա իրոք հաջողություն է, ու երբեմն եթե դու դրա մասին չես խոսում, դիմացիներն են չեն իմանում, դու ինքդ էլ ես մոռանում, որ դու եղել ես դրա մասնիկը, ու ինչ որ քայլ արդեն առաջ ես, ու դա քեզ կարա այսօր ավելի մեծ հաջողություններ բերի, քան դու սկսես դա զերոյից անել։ Ինչևէ, այս էր իմ UGC կոնտենտի փորձի մասին, ու ժամանակ UGC չէր կոչվում, իմ էջում էլ է տեղադրվել, բայց այն փորձառությունը, որ տեղադրվել է օրինակ ԱՊՀ երկրների Instagram էջերում, իմ համար sense շատ պարծանքի փաստ է, ու միջև հիմա երեք գնացել եմ, հետ նայել եմ, գտել եմ իմ վիդեոներ, հաճելի է, լավ գլուխներ շատ տարա, մոյ սեյնոս սպասում, բոլոր լավ